Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները պոլիտիկայի եթերում, այսօր այս ֆորմատով մի կարևոր թեմա քննարկենք, նորից նախորդ տարվա հայտարարությունների վրա պիտի հենվենք, որոնք շատ չքննարկվեցին եւ ընդհանրապես իշխանությունները կարողացել են ստեղծել մի մեդիա միջավայր, գլխավորապես կարողանում են մեծ մասամբ կարողանում են թեմաներ, որոնք խիստ անհրաժեշտ են քննարկումներից դուրս են մնում կամ շատ քիչ են քննարկում եւ այդ թեմաներից մեկը հունվարի 5-ին Ալիևի տված հարցազրույցի մասն էր եւ տարվա ավարտին Ջեհյուն Բայրամով իրենց արտգործնախարարի հայտարարության մասին էր, ինչի վերաբերյալ մենք այսօր կխոսենք։ Տեսեք, հատկապես այսօր եւ այս թրիփին առաջվող փաստաթուղթ հրապարակվեց, հայտարարություն հրապարակվեց, որը եթե անկեղծ լինենք, փաստաթուղթը ինքնին առաջին հայացքից այդպես շատ կամ վտանգավոր բաներ չի պարունակում, այնտեղ Հայաստանի ինքնիշխանության մասին է գրված, այո, այնտեղ քննարկման թեմա է, որ 74%-ը պաստորեն այդ ճանապարհի պատկանելու է Միացյալ Նահանգներին, առաջին 49 տարում, հետո 50 տարվա երկարաձգման հնարավորություն կա, այդ դեպքում Հայաստանը կարող է իր մասնաբաժինը հասցնել 49%-ի եւ շարքային մարդու համար, որ շատ չի հետեւում աշխարհի անցուդարձին, սա լավ փաստաթուղթ է եւ կարելի համար դե որ այս փաստաթուղթը ունենք, ուրեմն մեզ համար բոլոր հարցերը լուծված են։ Իսկ աշխարհում իրականությունն այն է, որ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում եւ աշխարհում տեղի ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք նախատեսված չեն որևէ միջազգային փաստաթղթով, նորմով։ Եվ ամենավառ, ամենացայտուն եւ ամենաթարմ օրինակը Վենեսուելայի նախագահի առևանգումն էր, նախագահի եւ նրա կնոջ առևանգումն էր Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից, հենց Վենեսուելայից առևանգում, այսինքն որ X երկրի նախագահը որոշում է Y երկրի նախագահին առևանգել, քանի որ նրա հետ չի կարողանում բանակցություններով հասնել համաձայնության։ Եվ սա ինչ է ցույց տալիս, սա ցույց է տալիս, որ եթե պետությունը ունի կարողություն շրջանցելու միջազգային իրավունքը, որը արդեն չի գործում մեծ մասամբ, եթե պետությունը ունի ներուժ անելու գործողություն, որը այլ պետության դեպքում կարող է համարվել հանցագործություն եւ ինքը կարող է պատժվել այդ հանցագործության համար, ապա անում են այդ գործողությունները։ Եվ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Ադրբեջանի իշխանությունները շատ ազատ սրա մասին խոսում են։ Ինչու են խոսում, որովհետև իրենք ուժ ունեն խոսելու սրա մասին, ուժ ունեն ասելու, որ միջազգային իրավունքը արդեն գոյություն չունի եւ ուժն է կարեւոր, ով ունի ուժ։ Միշտ էլ այդպես է եղել, դա ուղղակի մինչեւ վերջերս փորձում էին ձևացնել, թե այդպես չէ։ Մինչեւ վերջերս աշխարհը եւ աշխարհի խաղացողները այդ կուսությունը կարած կնոջ դեր էին տանում, որ ձև էին տալի, թե իրենք կույս են սեռական կյանք չեն ունեցել, բայց դե ճանաչողները գիտեն, թե ինչ բուրըն կյանք է ունեցել։ Ուրեմն Ալիևը ինչ է ասում, ասում է համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երկիր պետք է նախ եւ առաջ ամրապնդի իր ռազմական ներուժը եւ անվտանգությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես արդեն ասացի, սրա մասին հայտարարել է հունվարի 5-ին։ Հիշեցնելով նա Գաբալայում թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանում անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը Ալիևը նշել է. Ես կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով, իհարկե առաջին հերթին Թուրքիայի հետ, բայց նաև այլ երկրների հետ։ Սակայն համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է մեծ եւ խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն։ Ալիևը հավելել է. ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվածը։ Թող բոլորը մոռանան դրա մասին, կա ուժ։ Ու ասում է Ալիևը եւ ճիշտ է ասում, անկեղծ է խոսում, դե տեղ ունի խոսելու, պատերազմում հաղթել են, իրեն նման ազատ խոսելու իրավունք է վերապահում, բայց սա շատ կոնկրետ ապտակ է Հայաստանի իշխանություններին, որոնք անընդհատ, երբ մենք ասում ենք Ադրբեջանի կողմից կան վտանգներ, չի կարող Ադրբեջանը այդ ռազմական ներուժը կուտակել ու դա Հայաստանի համար վտանգավոր չլինել, երբ ասում են մենք ունենք նախաստորագրած պայմանագիր։ Խաղաղություն այլևս հաստատված է։ Խաղաղություն, այո, մեզ պետք է։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության առաջին հերթին պետք է, որովհետև մենք պատերազմի
ժամանակ այս իշխանությունների սխալների որոշ դեպքերում նաև դավադրության պատճառով այնպիսի կորուստներ են կրել, որոնք կարճաժամկետ պլանում հնարավոր չի վերականգնել։ Մեզ խաղաղություն է պետք նաև բարեհոգեբանական վիճակը վերականգնելու համար։ Եվ խաղաղություն է պետք ոչ թե պատերազմի պատրաստվելու համար, այլ խաղաղություն է պետք երկիրը ուժեղացնելու այնպես, որ Ադրբեջանը նման հայտարարություններ անելու տեղ չունենա, այսինքն Ադրբեջանը չկարծի, թե կարող է պատերազմ սկսել եւ մարսել դա, կամ կարող է պատերազմի սպառնալիքով ստիպել Հայաստանին գնալ զիջումների։ Ամենևին պետք չէ պատերազմի պատրաստվել, հա, խոսքը նրա մասին չէ, որ մենք խաղաղություն ենք ուզում, որ 10 տարի հետո պատերազմ սկսենք։ Խոսքը նրա մասին է, որ մեզ խաղաղություն է պետք, որ մենք այնպիսի վերազինում, վերապատրաստում, ռեաբիլիտացիա հանրայինա անցնենք, որ Ադրբեջանը հասկանա, որ պատերազմ սկսել ուղղակի պետք չի, որովհետև դա իրեն ձեռնտու չի։ Մյուս կողմից, տեսեք, կա ուժ, Ալիևը երբ որ ասում են կա ուժ եւ միջազգային իրավունքը չի գործում, ճիշտ է ասում, բայց մյուս կողմից ուժ երբ որ կա, նաեւ պետք է առիթներ, այսինքն այս կամ այն գործողությունը անելու համար, հա, պետությունները հիմնականում բերում են հիմնավորումներ եւ Ջեյհուն Բայրամովի խոսքը նման հիմնավորումների մասին է։ Ուրեմն իրենք ասում են, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, ասում են նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն Հայաստանի սահմանադրության փոփոխության եւ թրիփ նախագծի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում։ Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նոյեմբերին Գաբալա քաղաքում տեղի ունեցած սահմանազատման հարցերով ադրբեջանական եւ հայկական կողմերի հանդիպումը մինչ այդ հունվար-փետրվար ամիսների նման հանդիպումներ տեղի են ունեցել առցանց ձևաչափով։ Նաեւ թույլտվություն է տվել Ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցելու համար, սակայն վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կատարել մեր նախանշած պայմանները։ Այդ պայմանները դուք արդեն գիտեք, սահմանադրության փոփոխությունն է, Ալիևը տարբեր անգամներ հայտարարել է ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումն է, վերադարձի ապահովումն է, այսինքն խաղաղություն այն որ իշխանությունները հանգստացնում են հանրության, ասում են վերջ խաղաղությունը հաստատված, այդպես չի եւ Ալիևը ապտակ հենց այդ ուղղությամբ էր, որ նախ կա ուժ եւ եթե անգամ խաղաղությունը ստորագրված լիներ, Ադրբեջանը հասկանար, որ իր ուժը հերիքելու է որոշ հարցեր լուծելու, ինքը այդ հարցերը լուծելու էր։ Եթե կարողանա աշխարհակահաղական կենտրոնների հետ պայմանավորվել, ինքը այդ հարցը կլուծի։ Հիմա այստեղ Հայաստանում շատ կարևոր է հասկանալ, որ այդ ստորագրված փաստաթուղթերը, որոնք վատ չի, օրինակ այս Տրամպի ուղու համաձայնագիրը, այո, այնտեղ նշված է Հայաստանի ինքնիշխանություն, մնացած է։ Բայց որքանով է այդ փաստաթուղթը աշխատելու կամ որքանով է այդ փաստաթուղթը նպաստելու Հայաստանի անվտանգության ապահովմանը։ Որքանով են ամերիկյան խոստումները կամ երաշխիքները կամ ցանկացած երկրի խոստում ու երաշխիք աշխատելու, եթե դու ինքդ չունես ներուժ։ Այն որ Միացյալ Նահանգների հետ ունեցած պայմանավորվածությունները կարող են չաշխատել, երբ հատկապես խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, երբ հատկապես խոսքը գնում է Թուրքիայի շահերի մասին, ցույց են տալիս սիրիական իրադարձությունները։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, ակտիվ մասնակցությամբ Սիրիայի ահաբեկչական իշխանության եւ քրդերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Սիրիայի քրդերի այդ զինված ուժերը մաս են դառնալու սիրիական բանակի, բայց պահպանելու են առանձին իրենց միավորները, մյուս կողմից քննարկվում էր Սիրիայի քրդերի իրավունքները եւ այդ քննարկումները գնում էին փաստաթուղթեր ստորագրված նախկին եւ ներկա ահաբեկիչ Ահմեդ ալ-Շարայի կամ Ալ-Ջուլանի եւ քրդերի առաջնորդ Մազլում Աբդիի միջև եւ այդ ամեն ինչը ամերիկյան ու թուրքական հովանու ներքո էր։ Ինչ է տեղի ունենում, գտնում են առիթ եւ մտնում են Հալեպի քրդաբնակ Շեխ Մաղսուդ եւ Աֆշերի թաղամասեր, ու այդ թաղամասերում տեղի է ունենում այն, ինչ մշտապես տեղի է ունենում, երբ որևէ տարածք ներխուժում են թուրքերը։ Կանանց երեխաների առևանգում, մարդկանց գերեվարում, երեխաների նկատմամբ բռնություն, կանանց սպանություններ, հաշվեհարդարներ,
քուրդ բնակության նկատմամբ եւ հետո տեղահանում բնակության մեծ մասը տեղահանվել է այդ երկու թաղամասից, քրդաբնակ թաղամասերում, բայց ասում են մենք հարմար չենք համարում, որ դուք այստեղ ապրել, գնացեք փախստականների ճամբարներ։ Եվ տեղահանեցին մեծ մասամբ այդ մարդկանց։ Տեսեք, կար Միացյալ Նահանգների հովանի, կար միջնորդություն, կար պայմանավորվածություն, հա։ Բայց երբ իրենք հասկանում են, որ հարց կարող են լուծել, իրենք այդ հարցը լուծելու են։ Հիմա Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերում իրենց եւ ամերիկացիների շահերը նույնական են եւ իրենց մոտեցումները նույնական են։ Գոնե Թրամփի վարչակազմի հետ։ Սա ինչ է նշանակում, որ թուրքական շահը չի կարող դուրս մնալ այս ամենից։ Եվ եթե մենք կարծում ենք, որ Թուրքիան կարող է իր պրոքսիներով մտնել ու Սիրիայում, ոչ իր տարածքում, Սիրիայում բնակվող քրդերին տեղահանել այստեղից այնտեղ, ասել որ ես հարմար չեմ համարում, որ դուք այստեղ ապրեք, որ ես հարմար չեմ համարում, որ դուք իմ սահմանին ապրեք եւ ես ներխուժելու եմ 30 կիլոմետր խորությամբ Սիրիայի տարածք ու ապահովելու եմ իմ անվտանգությունը։ Ո՞վ է ասել, որ նույն բանը մեզ հետ չեն կարող անել։ Սա ամենևին չի նշանակում, որ վայ գլուխներս առնենք ու Հայաստանից փախնենք, ոչ, սա մի բան է նշանակում, կամ սա չի նշանակում, որ պետք է վերցնենք մեր ունեցածը, ասենք զենք զրահ, եղան, մանգաղ, հա, ու հարձակվենք Թուրքիայի վրա, ոչ։ Պետք է մի բան հաշվի առնել իրողությունը, որ աշխարհը բական մեծ փոփոխությունների շրջան է ապրում եւ օրինակները բերեցի, որ Իրանում հիմա ընթանում են գործընթացներ, որ շատ արագ կարող են տարածաշրջանը փոխել, որ Միացյալ Նահանգները կամ ցանկացած պետություն, Ռուսաստան կլինի, Իրան կլինի, ով որ պետությունը ուզում եք վերցրեք, իրենց շահից ելնելով վերջին պահին կարող են կայացնել որոշումներ, ինչպես օրինակ Սիրիայի քրդերի մասով են կայացվել որոշումներ, եւ դու կարող ես ուղղակի մնալ ձեռնունայն եւ քեզ ստիպեն տեղահանվես այս կամ այնտեղից, անկախ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Սա նշանակում է մի բան, որ պետք է հասկանալ նախ, ինչպես արդեն ասացի, աշխարհը եւ հասկանալ, որ այդ քարոզը որ տարվում է, որ այ թուրքերը հիմա փոխվել են, այ հիմա ոնց որ թուրքերը ասում են, եթե ռուսները այստեղ չլինեն, մենք ավելի քաղաքակիրթ ենք, լեզու կգտնենք, դա չի աշխատում։ Ռուսները Սիրիայից դուրս են եկել ու ընդհանրապես ռուսներ չեն եղել Սիրիայի քրդաբնակ շրջաններում, բայց թուրքերը իրենց հարցերը լուծում են, չէ՞, էլի արյունով եւ արդյունքով։ Հասկանանք, որ թուրքերը այդ նույն թուրքերն են իրենց շահերը ունենալով, հա, առանց որևէ այսպես ցանկության իրենց ոչնչացնելու, հատկապես որ այդ հնարավորությունը չկա, հա, ու չի լինելու առաջիկա մի քանի տասնամյակներում։ Հասկանանք, որ աշխարհագրությունը հնարավոր չի փոխել, որ մենք չենք կարող Հայաստանը վերցնել, տանել ուրիշ տեղ, կամ Թուրքիան տեղափոխել ուրիշ տեղ։ Մենք մնալու ենք այստեղ, իրենք էլ են մնալու։ Եվ այս ռեալություններից, իրականություններից վարել քաղաքականություն, հասկանալ, որ մենք պիտի ուժեղանանք, մենք պիտի վերափոխվենք, որովհետև եթե նպատակն այն է, որ թուրքերը հետ լիարժեք խաղաղության մեջ ապրենք, կամ թուրքերը որևէ վտանգ չզգան մեզանից, դա մի պարագայում կարող է լինել, եթե դու լիարժեքորեն հրաժարվում ես քո ինքնությունից, քո առանձնահատկություններից եւ համարում ես, որ դե թուրքերը ոնց ասեն, այնպես պիտի լինի։ Այդ պարագայում գուցե աչք փակեն, բայց ես վստահ չեմ, որ աչք փակեն, որովհետեւ համարելու են, որ ինչ որ ժամանակ հետո կարող է մարդիկ արթնանան եւ համարեն, որ ճիշտ չեն անում, այնինչ հիմա անում են։ Այնպես որ այս Ալիևի հայտարարությունը հունվարի 5-ի եւ դրանից առաջ Ջեյուն Բայրամովի հայտարարությունները գալիս են ասելու, որ իրենց համար խաղաղությունը երկկողմանի բան է, չի կարող մի կողմ ուզել խաղաղություն, մյուս կողմը չուզել ու խաղաղությունը լինի։ Այդ դեպքում կարող է ուղղակի լինի սպանդ, խաղաղություն ուզողի նկատմամբ խաղաղություն չուզողի ձեռքով։ Սա ապտակ է քաղաքականությանը, որ վարում է Փաշինյանը, որ խաղաղությունը այլևս հաստատված է, վերջ մենք որևէ խնդիր չունենք։ Ոչ, խնդիրները մնում են, Ադրբեջան շարունակում է դրանց մասին խոսել։ Եվ հնարավորություն երբ ստեղծվի, Աստված ոչ աներ, եթե հնարավորություն ստեղծվի, Ադրբեջանը, ինչպես Ալիևն է ասելու, ուժով լուծելու է իր հարցերը։
Այս նույն հարցազրույցի ժամանակ ինքը ասել է նաև, որ ինչ ուզում են հայերը դնեն Տրամպի ուղի, ինչ անուն ուզում են դնել, մեկ է մեզ համար այն գործելու որպես այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, այդ տրամաբանությամբ է գործելու։ Հիմա արդյոք այդպես է լինելու, արդյոք ադրբեջանցիները այդպիսի հնարավորություն ունենալու են, սրանք էլ հարցեր են, որովհետև այսօր լսում էի Արարատ Միրզոյանի ասուլիսը, կարծեք այդ դրվագում մի այդպիսի առանձնացում եղավ, որ կարող են լինել դեպքեր, որ առանձնահատուկ մոտեցում լինի։ Ես չեմ ասում, որ պիտի ընդհանրապես մերժենք որևէ մոտեցում այս կամ այն պետությանը, բայց դա ինչա մեզ տալի եւ մենք ինչ ենք կորցնելու, այսա պիտի շատ բովանդակային կերպով քննարկել։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48